Ուրիշի ընտանիքը սերիալում թեժ փոխհարաբերություններն ու հոգեբանական պայքարը շարունակում են խորանալ։ Սյուժեն օրեցօր ծանրանում ու խճճվում է, իսկ հերոսները կանգնում են հոգեբանական ու կյանքի փորձությունների առաջ, որտեղ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել։ Նկարահանումները շարունակվում են և ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Սերիալը յուրահատուկ կերպով բացում է մարդկային վշտերի, կորուստների, ներողամտության ու վրեժի շերտերը, ցույց տալով, թե որքան բարդ է երբեմն տարբերել ճիշտն ու սխալը, զոհին ու մեղավորին։ Էլիզը մտել է Արշակի տուն մեկ նպատակով՝ վնասել նրան ու կործանել նրա ընտանիքը։ Նա համոզված է, որ Արշակն է խլել իրենց մորը՝ բաժանելով նրանց ընտանիքը և պատճառելով այն ցավը, որն էլ հենց տանջում է իրեն ամբողջ կյանքում։ Բայց որքան խորանում է Արշակի ընտանիքի մեջ, այնքան ավելի հավանաբար սկսելու է կասկածել սեփական որոշումների մեջ։ Էլիզը տեսնում է, որ կյանքը, որը փորձում է քանդել, իրականում լի է այնպիսի ջերմությամբ, սիրով ու անկեղծությամբ, որի բացակայությունն իր կյանքում ցավի գլխավոր աղբյուրն է եղել։ Այդ ամենը նրան ներսից քայքայում է։ Նա ուզում է վրեժ, բայց հանդիպում է մարդկային ջերմության, ուզում է ցավ պատճառել, բայց հենց ինքն է ամենից շատ ցավում, փորձում է կործանել ընտանիքը, բայց այդ անփոքրիկ արևը՝ իր հարազատ քույրը, ամեն քայլով հուշում է, որ ընտանիքն արժեք է, ոչ թե պատերազմ։ Արևը փոքր է, անմեղ, բայց արդեն ապրում է մեծերի պայքարի ծանրության տակ։ Էլիզը գիտի, որ նա իր հարազատ քույրն է, և հենց դա է նրա ամենամեծ ցավը։ Նա փորձում է սերմանել անվստահություն արևի ու Արշակի հարաբերություններում։ Նա ուզում է այնպես անել, որ փոքրիկը խզի կապը հոր հետ, որպեսզի Արշակը զգա այն կորուստը, ինչի միջով իրենք անցան մանկության տարիներին։ Սակայն երեխաների սիրտը մաքուր է, արևը սիրում է իր հորը, և յուրաքանչյուր ջանք նրանց բաժանելու համար միայն խորացնելու է Էլիզի ներսի խառնաշփոթը։ Բայց այս պահին արևը կապվել է Էլիզի հետ ու դժվար կլինի նրանց բաժանել։ Արշակը դա չի ուզում։ Արշակը չի ուզում ցավ պատճառել արևին։ Այդ է պատճառը, որ Էլիզին հանդուրժում է իր տանը։ Բայց այստեղ ճակատագիրը հանգիստ չէ։ Արևն անընդհատ աղավաղված տրամադրություն ունի, հաճախ է ջերմում, փորացավեր ունի, հուշում կա, որ առողջական լուրջ խնդիր է թաքնված։ Էլիզի ու Նորոյի քույրը Ալինան նույնպես նույն ախտանշաններն ունի՝ ջերմություն, որովայնի ցավեր, թուլություն։ Երկու քույրերի մոտ նույն ախտանիշներն են։ Այս ամենն ակնարկում են, որ հնարավոր է ժառանգական հիվանդություն լինի։ Հավանական է, որ այս հիվանդությունը կապ ունի իրենց մայրիկի հետ, մի հիվանդություն, որը փոխանցվել է նրանից ամենափոքրերին։ Եվ ամեն ինչ վկայում է, որ շուտով Ալինան և Արևիկը միաժամանակ կհայտնվեն հիվանդանոցում։ Այստեղ սկսվում է ամենադաժան փորձությունը։ Արդյոք Արշակը կհասկանա, որ արևն իր հաստատված ճակատագիրը չէ, այլ նվեր ու պատասխանատվություն։ Էլիզը դիմանա, թե կկոտրվի, տեսնելով, որ իր ատելությունը խլում է անմեղ երեխաների առողջությունը։ Նորոն ճշմարտությունն իմանալով կընտրի ներում, թե ավելի կխորացնի ատելության շղթան։ Տպավորություն է, որ պատմությունը գնում է դեպի պայթյունավտանգ զարգացումներ։ Ընտանիքները բախվելու են ճշմարտությանը, սերը և ատելությունը կրկին կբախվեն։ Առողջական խնդիրները կդառնան ճակատագրական փորձություն։ Կտեսնենք արդյոք ճակատագիրի երկրորդ հնարավորություն է տալիս։ Սա սերիալ է, որտեղ ամեն կերպար իր ճշմարտությունն ունի, բայց ոչ ոք չի կարող խույս տալ ճակատագրից։ Եվ ամենամեծ հարցը մնում է անպատասխան՝ արդյոք կկոտրվի ատելության շղթան, թե այն կտարածվի նոր զոհերի վրա։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ինչ եք կարծում, և Արևը և Ալինան միաժամանակ հայտնվելու են հիվանդանոցում, և Նորոն հավանաբար հենց այդտեղից է իմանալու, որ Արևն իրենց հարազատ քույրն է և հանդիպելու է Արշակին։ Սպասում ենք ձեր մեկնաբանություններին և նշենք, որ ամենահետաքրքիրն է դեռ առջևում, այնպես որ բաց չթողնեք ձեր հնարավորությունը տեղեկացված լինելու։
Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք նաև այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ հեռուստասերիալում այլ զարգացումներ են լինում, ինչպես երևում է, Էլիզը խաթարում է ոչ միայն Արշակի ընտանիքի հանգստությունը, այլ խաթարել է Նորոյի և իր ընկերուհու երջանկությունը։ Թե էլ ինչեր է պարզվելու Էլիզի արարքներից հեռուստասերիալի հետագա սերիաներում կիմանաք շատ շուտով, բայց որ Էլիզը խառնում է այն ամենն ինչ իրեն շրջապատում է, դա հաստատ